Որոշում դատական սանկցիա կիրառելու մասին 19/02/2017 թվական քաղաքագիրը։ Երևան քաղաքի Երևանի նպարաշրջան վարչական շրջանի ընդհանրացական նախագահության դատավոր Գաբրիել քարտուղարության բանալը դրված դատական ինստիտուցիան առողջ թիվ ԵԵՏ 0039/0118 քրական գործից ներադրանքի Պավել Մանուկյանի եւ մյուսների գործի նախապատրաստական փուլում քննարկելով պաշտպան Բաղդասարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը դատարանը որոշեց։ Ամբաստանյան Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա պատասխանատվության ենթարկելու համար դիմել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ դատավոր Գաբրիելյան։ Ուրեմն մենք պաշտպանների հետ կապված քանի որ մինչև ընդմիջումը բարձրացրեցինք Մուշեղ Շուշանյանի եւ Հայկ Ալոմյանի, ինչպես նաեւ Արայիկ Պապիկյանի հետ կապված հրապարակվեց նրանց Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ որոշումները սանկցիա կիրառելու մասին, ուստի ներկապային դատական նիստի դահլիճում չեն գտնվում Մուշեղ Շուշանյանը եւ Արա Զաքարյանը, որոնք պաշտպանում են Արուժան Ավետիսյանի շահերի պաշտպան։ Ամբաստանյան Ավետիսյան, ինչպես Մինչ այդ հայտարարություն ունենք դատարանում ներկայացնելու եւ ես հիմա կհրապարակեմ այդ հայտարարությունը։ Մի րոպե, ինչի հետ է կապված ձեր հայտարարությունը։ Հրապարակեմ հարգելի դատարան բաց կդառնա։ 19/07/17 թվականի դատական նիստում նախագահ դատավորը կարգադրիչների զեկուցագրի հիման վրա դատական ակտ կայացրեց։ Առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու եւ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու նախագահը սանկցիա կիրառեց մեր գործընկերների նկատմամբ։ Որոշումները հրապարակելուց հետո դատարանը արգելեց իր գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնել եւ լռելու ապօրինի պահանջ էր ներկայացնում բոլոր պաշտպանների նկատմամբ եւ այս ապօրինի պահանջին չընդհարկվելու համար 3 պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց նախազգուշացում եւ հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ։ Բացի այդ, չնայած լրացել է ամբաստանյալների նկատմամբ ապօրինի կիրառած սանկցիայի ժամանակը նրանք միևնույն է չեն ներկայանում եւ չեն մասնակցում դատական նիստերին։ Նման պայմաններում դատական նիստին մեր ներկայությունը դառնում է ինքնանպատակ, ձևական, հակասում է մեր պաշտպանյալների շահերին, իսկ եւ կոպտորեն խախտվում են մեր պաշտպանյալների իրավունքները։ Հեռանալով դատարանից միջնորդում ենք հետագան դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ապահովումը եւ դադարեցնել վերնշված ապօրինությունները։ Այս հայտարարության տակ ստորագրել են պաշտպաններ Հայրապետյանը, Ղարագյոզյանը, Վարոսյանը, Ֆանյանը, Գյուրջյանը, Ջուվանովան, Գևորգյանը, Բաղդասարյանը եւ ես Ինեսա Պետրոսյանը։ Սույն հայտարարությունը ներկայացնելով ձեզ, մենք 9 պաշտպաններով այս բանը հեռանում ենք այս դատական նիստերին։ Մարմեն հայտարարություն ներկայացրել, ոչ քննարկելու լքել դատական նիստի ժամանցը։ Եթե ոչ խորհրդական կիրառելու համապատասխան սանկցիա։ Ես քննարկում եմ ձեզ լքել դատական նիստի ժամանցը։ Դեպքում հասկանալու որ այնքանից վերաբերում է ցուցաբերու պաշտպանները դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ նրանց վարկագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու։ Միաժամանակ նաև դատական նիստի կարգադրիչների ղեկավարին ցանկանում հայտնել այդ անձանց, որոնք գտնվում են դատական նիստի այս ապակիների ցանկում, նրանց անուն ազգանները մինչև խորհրդակցական սենյակից դուրս գալը ներկայացնել դատարանը։